Բարև ձեզ։ Հոգեհարազատ մարդիկ կան, որ կարծում են, որ քաղաքական դաշտում առանց իմ դերակատարողական մասնակցության ոչինչ անել չեն կարող։ Հետո նույն հոգեհարազատ մարդիկ ասացին ոչ թե ոչինչ անել չեն կարող, այլ հաջողության հասնել չեն կարող։ Ասում եմ, դե ես ինձնից կախվածն արել եմ արդեն։ Ու ընտրություններից առաջ եմ ասել, չու ճագիրտավոր ընտրություններից, որ եթե բան ուզում եք անել, հիմա պիտի անեք, ոչ թե սպասեք ջախջախվելուն, խաբվելուն, հետո նոր որոշեք դրա դեմ ընդվզել։ Դուք կարող եք միավորել եւ պիտի միավորեք, դուք պարտավոր եք մարդկանց դա ասել։ Դե կարող է, ես չեմ հասկանում այնքան։ Պատահում է, չէ՞ որ քեզ թվում է թե ամեն բան գիտես, բայց կազմակերպական հարցերում թերանում ես։ Մանավանդ ես փորձ ունեմ։ Մի քանի դեպքեր կան եւ 3 դեպք լուրջ հիշում եմ, որ ինձնից շատ երիտասարդ մարդկանցից շատ կարևոր խորհուրդներ եմ ստացել։ Ну միանգամից ասեմ, օրինակ 65 տարեկան հասակում ինձ 25 տարեկան մի երիտասարդ ասում է. «Ինչ եք ձեր գրքի վերնագիրը դրել իմ բանտային հուշերից»։ Իմ բանտային հուշերից ամեն քրեական հանցագործ կարող է գրել։ Ձերը կապված էր մեր ազատության հետ, չէ՞։ Ուրեմն պիտի վերնագրում լինի ազատություն բառը։ Այդպես երկրորդ հատորը արդեն դարձրի ազատության ճանապարհի բանտերում։ Մեկ ուրիշ երիտասարդ կին ինձ ասաց, ինչի եք վախենում օգտագործել բարձրացակ բառը եւ գրում եք կատարյալ ժողովրդավարություն։ Չէ՞ որ քաղաքագիտության մեջ կա բացարձակ բռնապետություն, բացարձակ միապետություն, կա բացարձակ եզրը։ Երրորդն էլ մի անգամից ասեմ, որ այդ բանաձևի մեջ հաշվարկները կատարելիս ինձից մի 40 տարով երիտասարդ մի հայուհի ասաց. «Պարոն Հայրիկյան, բայց ինչի դուք չեք ուզում տոկոսներով արտահայտել պետությունների ժողովրդավարականության մակարդակը»։ Այնպես որ ես փորձ ունեմ լսելու երիտասարդներին։ Հիմա բոլոր տարբերակները կապված էին մեր քաղաքական ընդդիմության եւ ընդհանրապես քաղաքական գործիչների հետ իշխանություն նվաճելու հետ։ Սրանք չունեն այն փորձը, որ երբ իշխանության համար պայքարելը անհույս բան էր, անհույս, մենք պայքարում էինք տասնապատիկ անգամ ավելի բարդ խնդրի համար, կայսրության դեմ, ազատության, անկախ Հայաստանի համար։ Եվ ոչ մի անգամ մեր շուրթերից գոնե նախնական փուլում չի հնչել գանք իշխանության։ Միայն 76 թվականին, այսինքն 50 տարի առաջ գրածս մի փաստաթղթում նշել են, որ եթե մենք հանրաքվեում ձախողվենք, ապա հանրաքվեից հետո, այսինքն այո չստացվում մեր ժողովրդից, շարունակենք պարլամենտական ճանապարհով նույն նպատակի համար պայքարել։ Բայց ընդհանուր առմամբ մենք կարևոր խնդիրները չենք կապում իշխանություն նվաճելու հետ։ Հիմա մեր ընդդիմադիր դաշտում հասկացել են, որ ամենակարևոր բանը սահմանադրությունն է եւ այնինչ եղավ սահմանադրության հետ կապված։ Աշխարհում են հասկացել, արդեն միջազգային ատյանները նշում են, որ քաղաքացիների ձայների ընդամենը 30-35%-ը փաստացիորեն ստացած ուժը հանկարծ ստանում է խորհրդարանի մոտավորապես 60%-ը անթույլատրելի մի բան ներկայացուցչական մարմնի համար։ Հիմա մենք շատ լուրջ փոխանցում ենք ստացել։ Այս իշխանությունները ասպարեզ են իջեցրել սահմանադրական փոփոխությունների գաղափարը, ջախջախվել են 3 անգամ, արդեն 4-րդ անգամ, որովհետև իրենք հիշում եք, չէ՞, որ մարտ ամսին պիտի արդեն նախագիծ ներկայացնեին։ Եվ ընդդիմությունը կարող է ու պիտի միավորվի այս հարցի շուրջ։ Եվ քանի որ այս տարի լրանում է ազգային սահմանադրություն ունենալու անհրաժեշտության գաղափարը շրջանառության մեջ դնելու 50 տարին, կես դարը, եւ դա կապված է անմիջականորեն ինձ հետ, Անահիտ Կիրակոսյանը, որ դուրս է բերել իր հետ, Ազատ Արշակյան, Աշոտ Նավասարդյան, որ այդ նյութը 88 թվականին տպագրել են նրանց հետ, այդ նյութը Ազատություն ռադիոկայանը, BBC-ն, Ամերիկայի ձայնը սովետական միության դեմ օգտագործել են ըստ Ազատ Արշակյանի եւ Աշոտ Նավասարդյանի դատավճռի։ Սովետական միության դեմ քայքայիչ գործունեություն ծավալելու նպատակով, հասկանում եք, քայքայիչ գործունեություն։ Հետո դա տպագրվել է այն ժամանակվա Սփյուռքի թերթերում, շատ լուրջ փաստաթուղթ է, 50-ամյակն է լրանում։ Եվ այսինքն ես դրա առաջամարտիկն եմ, ճակատագրի բերումով, ոչ թե մեծությունը եմ, շատ եմ հասկանում, չէ։ Աստված այդպես է հարմար գտել, որ դուք հայերդ իմ միջոցով ունենաք այդ կարևոր ձեռքբերումը։ Ու հիմա էլ մեր օրերում էլ 20 տարի շրջանառության մեջ է պատրաստի սահմանադրական բարեփոխումների նախագիծ, ոչ նոր սահմանադրության,
նոր բաներ ստեղծում են ապիկարները, ծնողներին չպատվողները։ Կարքին մարդիկ, մեծերին պատվել իմացողները, անցյալի ներդրումները գնահատողները բարեփոխում են անցյալում անկատար ստեղծված երևույթները կամ այդ ձեռքբերումների ներսում արկա բաց թողումներն են բարեփոխում։ Ուրեմն ունենք նաև այդ նախագիծը։ Հիմա պետք է որ բոլոր նրանք, ովքեր խոսում են միասնությունից, մեր կապարանոց միասնությունից, շատ չի մեր ազգի համար, որ Նիկոլի նման մի անմակարդակի համար մենք ազգովի համախմբենք։ Շատ չի, ավելի ճիշտ չի հիմնարար ուղղությամբ աշխատել կարգին սահմանադրության համար, որը ոչ մեկի առաջ ճանապարհ չի թողնի, ինչպես անցած օրը շատ սիրելի Նինա Կարապետյանցն էր ասում, մենք պետք է այնպիսի սահմանադրություն ունենանք, որ Նիկոլի նմանները իշխանության չգան, եւ եթե գան էլ, ապա շատ արագ բնականon ընթացքով նույն սահմանադրությամբ արժանանան իրենց ճիշտ տեղին։ Այնպես որ իմ պարտքն է ձեզ օգնել միավորվելու համար անհրաժեշտ գործերի 95%-ը արված է, մնում է որ դուք ձեր փեշերից քարերը թափ-թափ ասեք, պարոն Հայրիկյան, մի անգամ մեզ առաջնորդել եք դեպի անկախություն, այս անգամ էլ մեզ առաջնորդեք դեպի արդար Հայաստան, քաղաքացիներին պատկանող, միաժամանակ քաղաքակրթական մեծագույն ձեռքբերում ներկայացնող բացարձակ ժողովրդավարության ներդրումով նախ երկիրը քաղաքացիների տերը դարձնելու, ապա նաև մեր երկիր աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը դարձնելու իսկապես բարձր առաքելությանը առաջնորդեք եւ մենք միասին կգնանք այդ ճանապարհով։ Կրկնեմ, որպեսզի վատ չզգաք։ Անձնակպես ոչինչ ինձ պետք չէ։ Ինձ պետք է որ մեր ազգը իսկապես ապրի բարձր աստվածահաճո կանոններով եւ մենք մեզ վախվորած չզգանք ամեն րոպե։ Աստված մեզ պահապան։